Բարև ձեզ։ Ամեն տարի քաղցկեղի տարածման վերաբերյալ նոր եւ ավելի սարսափելի թվեր են հրապարակվում։ Այս տարվա տվյալներով դիսպանսեր հսկողության տակ գտնվող մոտ 40,000 հիվանդ կա, իսկ տարեկան նրանց թիվը ավելանում է եւս մի քանի հազարով։ Պայքարը քաղցկեղի դեմ ամբողջ աշխարհում է դարձել սոցիալական խնդիր։ Հիվանդության բուժումը երկարատև է, թանկարժեք եւ հաճախ ոչ արդյունավետ։ Սակայն համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ինչ փուլում էլ գտնվի հիվանդությունը, բուժման գլխավոր նպատակը հիվանդի տառապանքների թեթևացումն է եւ նրա ու ընտանիքի անդամների կյանքի որակի բարելավումը, հոգեբանական եւ հոգեվոր աջակցություն ցուցաբերելը, որը ստացել է պալիատիվ կամ ամոքիչ բուժում անվանումը։ Ինչ է արվում Հայաստանում այդ ուղղությամբ։ Տարբերակ հաղորդաշարի տաղավարում իմ զրուցակիցներն են Տավուշի թեմի առաջնորդ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի սոցիալական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը եւ Մուրացան հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկայի բժիշկ ուռուցքաբան Դավիթ Զոհրաբյանը։ Բարև ձեզ։ Աստված օգնական Սրբազան։ Բարև ձեզ։ Բժիշկ, ինչու է պալիատիվ խնամքը քաղցկեղի դեպքում համարվում այդքան կարևոր։ Ուռուցքները, չարորակ ուռուցքները դժվար բուժելի հիվանդություն են իրենից ներկայացնում։ Եվ կան հիվանդություններ, որոնք այսօրվա դրությամբ ցավոք սրտի անհնար է բուժել։ Եվ այդ դեպքում չի նշանակում, որ հիվանդը պետք է գնա տուն եւ սպասի վախճանին։ Բժշկության մի ճյուղ կա, որը պետք է օգնի, պետք է ամոքի, պետք է մեղմի այն պրոբլեմները, այն ցավերը, այն բարդությունները, այն զգացումները, որ առաջանում են այդ շրջանում։ Դրանք հիմնականում զարգացած երկրներում հոսպիսներ են կոչվում, հոսպիսներն են այդ դերը կատարում։ Հայաստանում որպես այդպիսին լայնամասշտաբ կառույցներ այդպիսի ձևավորված, աշխատող, հասանելի այդպես չկա։ Բայց ձևավորվել են որոշակի խմբեր, որոնք փորձում են որոշակի օգնություն ցույց տալ այդ ասպարեզում եւ որոշ հաջողություններ գրանցվում են։ Առաջի հերթին պալիատիվ օգնության մեջ պետք է խոսենք ցավի վերաբերյալ, որտեղ ամենահաճախ հանդիպող խնդիրներից մեկը դա է, երբ որ ուռուցքով հիվանդը ցավազրկման կարիք է ունենում։ Կան ցավազրկողների տարբեր տեսակներ եւ բնականաբար սկզբում ամենաթույլից է սկսվում ցավազրկումը, հետո կամաց ավելի ուժեղին են անցնում, եթե նախորդը արդեն չի ազդում, բավարար չի ազդում։ Վերջին ցավազրկողները դրանք օփիոիդներն են, որոնք ազատ վաճառքի բնականաբար չի, նա ռեցեպտով է տրվում, դեղատոմսով է տրվում։ Եվ Հայաստանում մինչ այժմ միայն այդ օփիոիդներից միայն ներերակային սրսկման օփիոիդներն էին օգտագործվում, որը մեծ խնդրեմ էր, մեծ խնդիր էր, դժվարություն էր առաջացնում եւ նշանակողի համար եւ հիվանդի համար։ Ցավազրկումը ինքը օրվա ընթացքում անընդմեջ բնույթ պետք է կրի, այսինքն ինքը ներառում է, որ ենթադրում է, որ ժամանակ առ ժամանակ 4 ժամը մեկ պետք է ինքը անընդմեջ այդ դեղորայքը ընդունի։ Եվ հիվանդի համար դժվար է 4 ժամը մեկ սրսկում ունենա ապահով։ Եվ դժվար է կազմակերպել այդ սրսկումը։ Ամբողջ աշխարհում բացի ներերակային օփիոիդներից նաև կիրառվում են պերոս, այսինքն խմելու տաբլետկաների ձևով օփիոիդներ, որը Հայաստանում գրանցված չէր եւ չէր թույլատրվում։ Բայց ոնց որ թե ինչ որ շարժում այդ սառույցը այդ գործընթացը գնում է եւ ընդամենը 3 առաջ օրը զրույց ունեցա համապատասխան մասնագետների հետ եւ նրանք ասացին, որ ոնց որ թե այդ գործընթացը կա ու գրանցման խնդիրները եւ իրավական խնդիրները լուծվում են եւ մոտակա շրջանում պետք է որ այդ խնդիրը լուծվի, գրանցվի եւ արդեն հիվանդներին կարողանանք տրամադրել այդ տաբլետ հաբերը օփիոիդային։ Այսինքն ավելի հեշտ հիվանդանոցի միջոցով, հա։ Բնականաբար պոլիկլինիկաների հիվանդանոցի միջոցով։ Շատ լավ, Սրբազան, ես եթե չեմ սխալվում, պալիատիվ խնամք ասվածը իրականացվել է դեռևս քրիստոնեության վաղ շրջանում, երբ որ իջևանատներում հոգևորականները խնամք էին իրականացնում հիվանդների նկատմամբ, եւ հետաքրքիր է եկեղեցին այդ փորձը, այդ վաղ շրջանի փորձը այսօր կիրառում է, մանավանդ որ պալիատիվ խնամքի այդ խնամք իրականացնող թիմի մեջ կարծեմ նաեւ ընդգրկված են հոգևորականները։ Նախ որ
ամբողջ ամոքիչ խնամքի գաղափարը հենց եկեղեցու գաղափարն է։ Եկեղեցին ինքնին այդ ամոքիչ մխիթարության վայրն է, որը ավելի մեծ հիվանդության, մեղքի հիվանդության մեջ գտնվող մարդկանց բուժման, ապաքինման եւ միևնույն ժամանակ մխիթարելու ապաշխարության ճանապարհով եւ այդ կյանքի նկատմամբ ունեցած հույսը պարգևելու միջավայրն է։ Եվ եկեղեցու առաքելությունը հենց դա է, որպես հաստատություն։ Այսինքն ամոքիչ խնամքը ինքնին առանձնացված մի երևույթ չէ, եկեղեցու բնույթն է դա ամբողջության մեջ։ Իսկ զուտ սոցիալականացման իմաստով, կիրառելիության իմաստով, որը վերաբերում է արդեն մարմնին, ոչ միայն հոգուն, բնականաբար 4-րդ դարից սկսած այդ մեծ հեղափոխությունը տեղի ունեցավ վերաբերմունքը հիվանդի նկատմամբ կամ այցելուի նկատմամբ, եւ մենք տեսնում ենք արդեն 4-րդ դարում Ներսես Մեծի մեծ առաքելությունը այդ հիվանդատները, խնամքի կենտրոնները բացելու այդ մեծ առաքելությունը, որ լայնամասշտաբ էր ըստ էության, որը բխում էր եկեղեցու մտքից եւ մտածողությունից եւ քրիստոնեության կարելի ասել հեղափոխիչ ներդրումն էր մարդկային կյանքի մեջ։ Ես սա փակագծերը բացելով ուղղակի ուզում ասել, որ հենց դա է քրիստոնեության մեծագույն դերը, որ հասարակական հանրային կյանքի մտածողության մեջ այդ մեծագույն հեղափոխությունը բերեց։ Դա կլինի առողջապահության ոլորտում, կրթության ոլորտում եւ զանազան այլ ոլորտներում, որով ազատականացվեց, այսինքն մարդու արժեքի գնահատումը տեղի ունեցավ։ Եվ մարդու արժեքի գնահատման միջից էր, որ նաեւ այդ առաքելությունը, որ եկեղեցին ինքնին կրում է դա որպես իր էությունը, սոցիալականացվեց։ Եվ այսօրվա պայմաններում ես որքան գիտեմ ժամանակին ուրեմն հոսպիսի առաքելություն կար, ծառայություն, որը մի քիչ ավելին է, քան ամոքիչ խնամքի ծառայությունը կամ պալիատիվ խնամքը, եւ ներգրաված էին այո հոգեվորականներ եւ իրենց նախաձեռնություններ, եւ սակայն ինչ-ինչ պատճառներով հավանաբար դադարեց դա, բայց մենք ներգրաված ենք վերջին շրջանի մանավանդ զարգացումների մեջ, որ նաեւ օրենքի ուժ ստանա, քիչ առած մեր բժշկին նշած արդեն դեղամիջոցների օգտագործման առումով, ցավի կառավարման առումով, որ նաեւ օրինական բնույթ ստանա եւ կարողանան մարդիկ իսկապես արժանապատիվ կյանք ունենալով հանդերձ, նաեւ եթե եկել է ժամը մեկնելու, նաեւ արժանապատիվ մահ ունենան։ Եվ մարդիկ այդ ցավի կառավարումը շատ կարեւոր է, որ մարդը ինքը չզգա, որ որքան էլ օտար մարմին կա իր մեջ, այսինքն իր ֆիզիկական բնույթը աղճատված վիճակում է գտնվում կամ զարկված վիճակում է գտնվում, այդուհանդերձ մարդը կարողանա բնականon իր կյանքը շարունակել, ոչ միայն անկողնում ծառայել, այլ նաեւ կարողանա շարունակել իր կյանքը, եթե աշխատանք, աշխատանքի, դաս, դասընթացի, այսինքն բնականոնացվի դա, ոչ մի կերպով մարդը իրեն ավելի ստորակա չզգա եւ բնականաբար շատ կարեւոր է այստեղ պալիատիվ խնամքի առանձնահատկություններից մեկը այն է, որ որքան էլ դեղամիջոցները բնականաբար կարևոր են ցավի կառավարման իմաստով կամ ընդհանրապես քաղցկեղով հիվանդացած մարդու այդ հոգեվիճակը եւ առաջին հարցումը հենց այն է, որ ինչու է ինձ պատահում սա, որքան էլ այդ բուժամիջոցները անհրաժեշտ ու կարևոր են, մեր բժիշկներն էլ վկայում են, որ կարելի ասել մեծավ մասամբ նաեւ հոգեվոր խնդիրներ ունի եւ հոգեվոր դաշտի մեջ է դա։ Եվ բնականաբար մեր պատրաստված լինելը, հոգեվորականների ներգրաված լինելը, ես կարծում եմ, որ անհրաժեշտություն է։ Նրանք, ովքեր հատկապես կարող են եւ զբաղվում են որոշակիորեն մասնագիտացված իմաստով տվյալ ոլորտի հետ կամ տվյալ ծառայության հետ։ Ընդհանրապես քրիստոնեության մեջ եւ արևելյան բժշկության փիլիսոփայության մեջ էլ կարևոր է բուժել ոչ թե հիվանդությունը, այլ մարդուն։ Հիմա ժամանակակից բժշկությունը մեր մարդուն է բուժում, թե հիվանդությունը։ Շատ լավ հարց եք տալիս, հետաքրքիր, որովհետև դա բժշկի էթիկայի կամ բժշկի կոդն է, բժշկի մոտեցումն է։ Իմիջիայլուց ասեմ, որ իմ վերջի շրջանին թեզերից թեզը, ուրեմն ատենախոսություններից մեկը դա Հայաստանի առողջապահական համակարգի մասն է, թե ինչպես կարող է աստվածաբանությունը նպաստել եւ աջակցել, որպեսզի հենց այդ շերտը, եզրաշերտը ավելի ամրանա, զորանա եւ զարգանա։ Եվ այստեղ շատ կարևոր է գնահատումը, որովհետև դժբախտաբար
բժշկական ոլորտում, առողջապահության ոլորտում այսօր նաև մենք չենք կարող բացառել կամ բացասել տնտեսական ներգրավվածությունը, տնտեսական, նյութական, ֆինանսական ներգրավվածություն։ Մենք գիտենք, որ ինչ էլ որ լինի, ինչպիսին էլ որ լինեն առողջապահական համակարգերը, անկախ նրանից Հայաստանում է կամ այլուր, վերջը առնչվում են կամ կապված են ֆինանսների կամ այդ ռեսուրսներ, ֆինանսական ռեսուրսների սղության հետ։ Ամբողջությամբ չեն կարող բավարարել դա, եւ ես չեմ ուզում հիմա այստեղ այս դաշտը մտնել, այլ պիտի ասեմ, որ առողջապահությունը այն շարժումի մեջ է, որ նաև ինքը դառնում է բիզնես միավոր, տնտեսական միավոր, ուզենք կամ չուզենք, մեր կամքից անկախ։ Ինքը պիտի նաև կարողանա իր կարիքները հոգալ, բժիշկների կարիքները հոգալ, բնականաբար ամեն բժշկագիտությունը զարգացնել, քարոզչությունը զորացնել, այսինքն եւ դա միայնակ չի կարող անել, բայց այդուհանդերձ առողջապահության շարժումը այդ բիզնես միավոր տնտեսական միավոր դառնալու կամ համագործակցելու լավագույն դեպքում իրավիճակն է։ Եվ այս ճանապարհին բնականաբար բժիշկները շատ հաճախ կամ երբեմն հիվանդության մասին են խորում, բայց մարդու մասին չեն խորում։ Մտածում են հիվանդությունը բուժելու մասին, բայց ոչ թե մարդու, որովհետև դա մի քանի եզրաշերտեր ունի, դժվար է ասել, որովհետև նաև բժիշկը ներքին կարգով ցուցված է, որ անձնապես ներգրաված չլինի այդ հիվանդի հետ հիվանդի կյանքում։ Եվ որովհետև դժվարել է, այսինքն այդքան հիվանդներ, այդ ծանր իրավիճակներում բժիշկը բոլորի հետ պիտի ապրի նաև։ Ժամանակի մեր բժշկագիտության մեջ մեր հոգևորականներն էին ըստ էության այդ առաջնորդողները բժշկագիտության ոլորտը եւ նրանք պատարակ էին մատուցում, պատարակ մատուցելուց հետո նաև զբաղվում էին բժշկությամբ ուղղակիորեն եւ նաև խոստովանահայրերն էին։ Այսինքն դա միևնույն ժամանակ մարդու հետ հարաբերության մեծագույն միջոցն էր։ Խոստովանահայրերը ընտանիք էր մտնում, զբաղվում էր այդ հիվանդի կյանքով, լսում էր նրա ոչ միայն առողջական կամ առողջապահական խնդիրներ, այլ նաև հոգևոր խնդիրներն էր ականջալուր լինում։ Եվ միանշանակ բանաձևում են տվել, որ բուժումը որքան էլ դեղով է, այնքան էլ ամբողջական բուժումը Աստծո կողմից է։ Եվ ասում են, որ բժիշկը շնորհի աղբյուրն է, մարմնական եւ հոգևոր, եւ հատկապես հոգևոր շնորհի աղբյուր, այսինքն բժիշկը նաեւ պիտի կարողանա մարդուն այդ հույսի ներշնչողը լինել, այդ շնորհը փոխանցել, որ մարդը նաեւ արժանապատիվ իրեն զգա։ Կարևորագույն այսօրվա կենսաէթիկայի կարևորագույն հատկանիշներից մարդու արժանապատվության գնահատումն է, որով եւ հենց քրիստոնեության մեծագույն գաղափարն է, որովհետեւ մարդը ստեղծված է Աստծո պատկերով եւ նմանությամբ, եւ այդ պատկերի գնահատումը պիտի լինի միշտ բժշկի կողմից, որքան էլ նորից եմ ասում, այս կամ այն պատճառով այդ տնտեսական միջամտությունը բախումը տեղի ունենա։ Համաձայն եք բժիշկ Սրբազանի հետ, այսինքն ավելի ճիշտ հիվանդությունն եք բուժում թե մարդուն։ Բնականաբար լիովին համաձայն եւ շատ ճիշտ հարցադրում արեցիք, չէ՞, հիվանդությունը թե մարդը։ Բնականաբար նույն տվյալներով, նույն հիվանդությամբ, տեսակներով հիվանդներ գալիս են, մեկի մոտ բուժումը շատ լավ է ստացում, լավ ուղղությամբ է գնում, մյուսի մոտ չէ։ Եվ շատ-շատերը դա կփաստեն, որ մեծ նշանակություն ունի հիվանդի հոգեկան վիճակը, ինչ տրամադրվածություն ինքը ունի իր հիվանդության, ինչպես է գիտակցում, ինչպես է վերաբերվում այդ ամեն ինչին։ Բնականաբար, եթե բժիշկը միայն հիվանդության վերաբերյալ մտածի եւ խոսի եւ ձեր ասած ձեւով բուժի միայն հիվանդությունը, մարդ որպես մարդ կապ չունենա, այդ ամենը կդժվարացնի եւ արդյունքների վրա նույնպես կազդի։ Բնականաբար բժիշկներս բացի այն, որ հետևում ենք բուժման, հիվանդության բուժման ընթացքին, միջազգային փորձին, նաև անհատապես փորձում ես կոնտակտի մեջ մտնել եւ հասկանալ այդ մարդու հոգեկան վիճակի մեջ ես մտնում, թե ինչ խնդիրներ կարող է ունենալ։ Մարդկա չի ուզում գալ բուժվել, բայց դու գիտակցում ես, որ այդ բուժումից շատ բան է կախված եւ արդյունքներ պետքա որ շատ լավ լինեն, բայց ինքը հրաժարվում է, այդ շանսը ինքը չի ըմբռնում որպես շանս եւ անտեղին ոնց որ հրաժարվի, հուսալիքում։ Եվ այդտեղ բժշկի մասն է գալիս, կարևորությունն է գալիս, որ ինքը ներշնչի, ինքը կարողանա բացատրել, ինքը այդ կոնտակտը ստեղծի,
որ ամեն ինչ կորած չէ եւ դեռ անելիքներ կան։ Բժիշկ, մենք պալիատիվ խնամքը համեմատաբար նոր երևույթ է Հայաստանում, եւ ես, եթե չեմ սխալվում, ինչ որտեղ կարդացել եմ, որ նաեւ մենք ազգային ստանդարտներ ունենք, ուղեցույցներ ունենք եւ այլն։ Ինչ է իրենից ներկայացնում մեր ազգային ստանդարտը։ Եվ կուզեի նաեւ այս հարցին միացնել մասնագետների հարցը։ Արդյոք մենք այսօր ունենք որակյալ պատրաստված մասնագետներ պալիատիվ խնամք իրականացնող։ Ես քիչ առաջ նշեցի, որ այդ գործընթացը ընթանում է եւ գործընթացի կարևորագույն առաջի պահերից մեկը այն է, որ այդ ստանդարտները մշակվեն, այսինքն մի պլան մշակվի, թե ինչից պետք է սկսեն եւ դեպի ուր գնան, ինչին հասնեն։ Առաջի բանը բացը, որ ստանդարտներ չկար եւ հիմա ստանդարտները արդեն ստեղծված են, մշակված են, հաստատված են եւ այդ ստանդարտների մեջ էր նաեւ մտնում քիչ առաջ նշածս օպիոիդների հաբերի ձևով օգտագործումը, ինչ սխեմաներով եւ այն, որը նախկինում չկար։ Եվ հենց այդ ստանդարտների հաստատումից հետո հիմա հաջորդ արդեն գործընթացն է, որ օպիոիդները գրանցվեն, բերվեն եւ համապատասխան ձևով արդեն ստանդարտներին հետևենք։ Այսինքն ընթացք կա այդ ասպարեզում։ Եվ մասնագետների առումով, եթե մի 5 տարի առաջ, 8 տարի առաջ կարող ենք ասել, որ շատ նոր ճյուղ էր Հայաստանում եւ քիչ մասնագետներ կային, հիմա ավելի շատ մասնագետներ այս պահին ունենք եւ միջազգային ինչ-որ սեմինարներ են կազմակերպվում, միջազգային կառույցներին են պալիատիվ օգնության համագործակցում մեր բժիշկները այդ ասպարեզի եւ նրանք դուրս Եվրոպայում վերապատրաստվելով գալիս են հետ եւ այդ ամենը փորձում են ներդրել այստեղ։ Օրինակի համար մեր գոլեգաներից բժիշկներից, որ ինքը կազմակերպում է տնային հոսպիս, այսպես ասած, այդ գաղափարը ունի եւ գործունեություն ունի, որ տան պայմաններում ինքը այցելում է, գնահատում է վիճակը, որոշակի այդ ամոքիչ բուժման ցուցումները, նշանակումներն է կատարում, հետևում ցավի մեղմացումն է հետևում նշանակումներով։ Այսինքն լրիվ որ բարձի թողի վիճակ է, այդպես չէ։ Բավականին գործ արված է եւ շարունակվում է այս բանը։ Շատ լավ։ Քաղցկեղը այսօր վաղ փուլերում հաղթահարելի հիվանդություն է, բայց երբ ասենք այնպեսի փուլում է, որ այլևս հնարավոր չէ արմատական բուժում ապահովել, այդ ժամանակ ինչ եք կարծում, ճիշտ է հիվանդին հայտնել այդ մասին, թե չէ։ Բախտ եմ ունեցել նաև արտերկրում վերապատրաստումներ անցնել եւ աշխատել կլինիկայում եւ տեսնել թե այնտեղ ոնց է կատարվում եւ համեմատել այստեղի հետ։ Դրսում խոսքը զարգացած երկրների, Միացյալ Նահանգների, եվրոպական զարգացած երկրների հետ եթե համեմատենք, այնտեղ առաջի հերթին հիվանդի իրավունքն է, հիվանդը պետք է իմանա իր հիվանդության վերաբերյալ եւ իր իրավունքներ որոշի թե ով բացի իրանից պետք է իմանա, իր հարազատները, իր ընտանիքի անդամները պետք է իմանան թե ոչ։ Մեր մոտ լրիվ հակառակն է, այսինքն հիվանդատերերը, ընտանիքի անդամները գրեթե բոլորը այդ մասին գիտեն, բացի հիվանդից։ Դա էլ մի ծայրահեղություն է։ Ես ոչ նա եմ ընդունում, ոչ նա։ Մենք մեր կլինիկայում ինչպես ենք շարժում, անհատապես տվյալ մարդու հետ, տվյալ հիվանդի հետ զրուցելով դու արդեն պատկերացում ես կազմում, թե ինքը ինչ խառնվածքի տեր մարդ է, ինչ հոգեվիճակում է գտնվում, այդ լուրը ինչ կառաջացնի իր մոտ։ Եվ սովորաբար դա այդ լուրը միանգամից չես ասում, բայց ինչ-որ քվանտների ձևով մաս դու որոշակի ինֆորմացիա ես տալի հիվանդին ու այդ ժամանակի ընթացքում որոշ ժամանակ անց առանց բառացի ասելու դա, բայց իրանք արդեն այդ ամեն ինչը հասկանում են եւ լրացուցիչ ինչ-որ հարցեր չեն էլ առաջանում։ Իրանք շատ լավ գիտակցում են, չեն խոսում այդ մասին, որ ինչ-որ նորություն։ Իրանք արդեն ընկալած են լինում այդ խնդիրը եւ շատ ավելի հեշտ է այդ ձևով լինում լուծել։ Կենսաէթիկայի պայմաններից մեկն է դա, որ մարդ իրավունք ունի իմանալու, ինֆորմացված լինելու, տեղեկություն ունենալու։ Եվ բնականաբար մոտեցումները տարբեր են լինում, միտեղ կա որ ուղղակի երեսին կասեն մարդուն եւ առանց մտածելու հետևանքների մասին, մյուս տեղերում չեն ասի, մյուս տեղերում էլ ինչպես մեր բժիշկը ասաց, արդեն որոշակի խնամքից, որոշակի չափաբաժիններով եւ այլն պատրաստելով մարդուն։ Ես կարծում եմ, որ
մարդուն իսկապես պետք է պատրաստել եւ հասցնել մի այնպիսի աստիճանի, որ ինքը կարողանա խոնարհությամբ ընդունել դա։ Ոչ թե ըմբոստանալով, այլ խոնարհությամբ ընդունել եւ իր կյանքով զբաղվել ուղղակի։ Դա յուրահատուկ յուրաքանչյուրիս համար, յուրահատուկ ապաշխարության ճանապարհորդություն է դա։ Եվ միևնույն ժամանակ այդ մեծ սիրո տարածքը ստեղծելու ճանապարհորդությունը, որովհետեւ ոչ թե խղճալու պատճառով ենք մենք գտնվում այդ մարդկանց կողքին, այլ սիրելու պատճառով։ Զգալով, որ այդ մարդը այդ պահին հոգևոր, մարմնավոր իմաստով գտնվում է շատ դժվար վիճակում, եթե մեղմ բառը գործածեմ, դժվար վիճակում է գտնվում եւ բնականաբար այդ մարդուն հոգևոր ուղեկցություն է պետք է անկում, որը ինչպես ասացի, այդ ախտանշումից հետո է տեղի ունենում եւ ոչ թե ախտանշման պահին կամ դրանից առաջ։ Թերևս ամենազգայուն թեման մանկական քաղցկեղն է։ Ինչ առանձնահատուկ մոտեցում կա երեխաների եւ նրանց ծնողների հետ աշխատանքում։ Եվ առհասարակ ինչ վիճակագրություն կա մանկական քաղցկեղի վերաբերյալ Հայաստանում։ Վիճակագրության վերաբերյալ միջինում տարեկան 50-60 դեպք է գրանցվում Հայաստանում։ Բնականաբար ուռուցքաբանության մեջ շատ ավելի ցավալի մասը մանկական ուռուցքաբանությունն է կազմում։ Ցավոք սրտի նրանց մոտ նույնպես այդ հիվանդությունը կարող է գրանցվել։ Այդ դեպքում քիչ առաջ հարցը թե ինչպես ենք մենք հայտնում, այս դեպքում ծնողի հետ, որտեղ դա մի մեծ աղետ է ծնողի համար, մեծ խնդրեմ է եւ բոլորը մտածում են, որ դա իրանց կարող է ուրիշի հետ կարող է լինել, բայց ոչ իրենց հետ, բայց կյանքը այնպես է դասավորվում, հենց իրենց է պատահել եւ շատ մեծ ստրես է դա իրանց համար։ Եվ բնականաբար այդ ստրեսային վիճակից բժիշկը փորձում է կամաց քաշել, հանել, հուսադրել եւ նախապատրաստել բուժման։ Մանկական ուռուցքաբանության առանձնահատկությունը նա է, որ հավանականությունը առողջացնելու շատ ավելի մեծ է համեմատած մեծերի հետ։ Այսինքն արդյունքները բուժման այսօրվա դրությամբ գիտության ինչի է հասել, մոտավորապես միջինում 60-70% դեպքերում կարող ենք առողջացնել, այսինքն բարձր է տոկոսը։ Այո, այսինքն լիիրավ առողջանալ, իրենց կյանքը շարունակել, մեծանալ, ամուսնանում են, երեխաներ են ունենում։ Այդ ինֆորմացիան բնականաբար շատերը չունեն եւ ծնողը իմանալով երեխայի այդ հիվանդության մասին մտածում են, որ դա վերջն է։ Առաջի հերթին պետք է ճիշտ ինֆորմացիան տրվի, որ դա վերջը չէ, դա մի մեծ աղետ է եկել, որ ուղղակի պետք է դիմագրավել եւ անցնել դրա մեջով։ Բնականաբար ծանր բուժումներ են դրանք, նույնիսկ տարի տևում է դա ամբողջ ընթացքը բուժման։ Այսինքն երեխաներ ունենք, հիվանդներ ունենք, որոնք կլինիկայում են բնակվում։ Այսինքն ամիսներով կլինիկայում են բնակվում։ Կարող է 2 ամիսը մեկ, 3 ամիսը մեկ մի քանի օրով գնան տուն, վերադառնան։ Այսինքն 1 տարի իրենք կլինիկայի բնակիչն են եւ բնականաբար կապ է հաստատվում արդեն եւ բժիշկների հետ, բուժքույրերի հետ, անձնակազմի հետ, հիվանդները իրար հետ, ծնողները իրար հետ եւ ընթացքում այդ ծանրությունը շատ ավելի մեղմանում է, որովհետեւ եթե սկզբում հիվանդը ծնողը հիվանդատերը զգում է, որ ինքը ոնց որ իրան կորցրած է, չի իմանում որտեղից բռնվի, ոնց պետք է անի, ինչա սպասվում, բայց երբ որ արդեն այդ ամենի միջով անցած մարդը կողքից արդեն մոտենում է եւ բացատրում ասում է, որ այդ խնդրեմը ես էլ եմ ունեցել, իմ երեխանել եմ ունեցել, այս բաների մեջով անցել եմ։ Կիսում է փորձը շատ ավելի հեշտացնում, այսինքն այստեղ ոչ միայն բժիշկը դեր ունի, բժիշկը բնականաբար բացատրում է, ասում է նախապատրաստում է, բայց նաեւ այն հիվանդները, որոնք արդեն անցել են, այսինքն կարող ենք խոսել վերապրածների, քաղցկեղ վերապրածների մասին, որոնք մեծ դերակատարություն կարող են ունենալ մյուս հիվանդների համար։ Եվ հենց այդ նպատակով օրինակ անցյալ տարի կազմակերպեցինք քաղցկեղ վերապրած հիվանդների առաջին ֆորումը Հայաստանում, որոնք ամեն մեկը կիսեց իր բախտը, իր անցած ճանապարհը ուղին եւ ավելի հանրային դարձնելով այդ խնդրեմը ավելի հասանելի դարձավ
հասարակության շրջանում, որ ինչ խնդրեմ կա եւ ինչպես է լուծվում։ Սրբազան, եթե չեմ սխալվում, դուք այցելում եք, չէ՞, հաճախ այդ երեխաներին։ Մինչև Տավուշի թեմ գնալը բավական հաճախ էի այցելում։ Հիմա էլ առիթից առիթ, որ կարողանում եմ ներկա գտնվել, այցելում եմ եւ իմ հոգեվոր ծառայության կարող եմ ասել մեծագույն եւ դժվարություն եւ մխիթարությունը եւ նաեւ ուրախությունն է տեսնել եւ սովորելը, աշակերտությունը տեսնել, թե մարդիկ ինչպես են կարողանում այդ ճանապարհի միջով անցնել առանց հուսահատվելու եւ նաեւ մեզ սովորեցնելով, թե ինչպես պետք է ապրել արժանապատիվ կերպով։ Եվ ուզում եմ այստեղ առիթից օգտվելով իսկապես շնորհակալություն հայտնել մեր Մուրացանի, ուրեմն ուռուցքաբանության քիմիաթերապիայի կլինիկայի մեր բոլոր բժիշկներին, պարոն Դանիելյանի գլխավորությամբ, բուժանձնակազմին ընդհանրապես, բուժքույրերին, բժիշկներին, բոլորին, ովքեր այնտեղ են, որովհետև ես առաջին հայացքով եմ տեսել, թե ինչպիսի մեծ խնամք են տանում իրենք եւ ինչպիսի գուրգուրանք ունեն այդ բոլոր հիվանդների հանդեպ, մեծ մասը երեխաներ են եւ մենք բնականաբար մեր հարաբերությունները միայն հիվանդանոցով չեն վերջանում, այլ կյանքում էլ շարունակվում են, շատերի հետ կապի մեջ ենք, շատերի կյանքի հետ իրենց հոգեվոր զարգացման, աճման եւ մկրտություններ են կարել այնտեղ էլ եւ դրսում էլ նույն երեխաներին։ Եվ պետք է ասեմ, որ ընդհանրապես արձագանքը իրենց կողմից էլ դրական է եղել եւ մարդիկ սպասում են։ Մարդիկ սպասում են հոգեվորականի այցելությանը, խնամքին, խոսքին, աղոթքին, իրենց հետ լինելուն։ Մենք նաեւ նոր տարվա գիշեր ենք միասին անցկացրել այնտեղ մեր բժիշկների հետ միասին եւ ասում եմ, իմ հոգեվոր ծառայության մեծագույն ուրախություններից եւ մխիթարություններից մեկն է եւ ուսուցումը։ Ուղղակիորեն մեր Տիրոջ պատգամի հետ է առնչված հիվանդ է եւ այցելեցիք ինձ եւ այդ մեծ խորհուրդ ունի իր մեջ յուրաքանչյուր այդ երեխայի հետ ապրելը, իր հայացքի մեջ տեսնելը, նաեւ կյանքի նկատմամբ ունեցած այդ մեծ լուսավոր հույսը եւ նաեւ փորձել իր հետ մեծանալ, անցնել այդ ճանապարհով։ Պալիատիվ բուժումը դա ուրեմն թույլ է տալիս պահպանել հիվանդի անհատականությունը, նրա ինքնավարությունը եւ այլն, բայց այսօր մենք ունենք այս դրական փորձի կողքին ունենք շատ կլինիկաներ, որտեղ ոտնահարվում են հիվանդների իրավունքները, նաեւ նրանց հարազատների իրավունքները, նրանց հասցնելով հոգեկան եւ հոգեվոր ճգնաժամի։ Ես նկատի ունեմ այն վատ բարքերը, որոնք ձևավորվել են տարիներով, թե ուրեմն դեղորայքի մենաշնորային ոլորտում, թե նաև ասենք կաշառակերությունը, որ տիրում է համակարգում, այսինքն սրանք հարցեր են, որոնցից մենք չենք կարող խուսափել։ Ինչ անել, ինչպես վարվել, ինչ է պետք անել, որ համակարգում այս փոփոխությունները տեղի ունենան, որովհետև շատ մարդիկ բախվել են այդ դաժան հարցերին, դաժան խնդիրներին, երբ որ դա դառնում է փակ շղթա, փակ օղակ, դու պտտվում ես եւ որևէ տեղ ոչ միայն պալիատիվ խնամք չի տարվում հիվանդի նկատմամբ, այլ ամեն կերպ ուրեմն հիվանդը եւ ընտանիքի անդամները, ովքեր գիտակցում են խնդիրը, ենթարկվում են հոգեբանական գրոհի։ Իմ ընտանիքում պատահել է դա մորս հետ 1996 թվականին եւ իրապես դա ես այն ժամանակվա տվյալով կարող եմ ասել, մեզ համար շատ մեծ ծանր երևույթ էր։ Մենք նույնիսկ չգիտեինք, որ մայրս քաղցկեղեր է աստիճան։ Եվ ել չասեմ հարաբերությունները թե ինչպես են զարգանում։ Բժիշկի հետ, բուժող բժշկի կամ բուժանձնակազմի հետ։ Եվ ինձ շատ է ազդել դա, շատ է ազդել եւ մենք բոլոր հնարավոր ճանապարհներով, գոնե ընտանեկան ճանապարհով փորձում ենք մեր միջոցներով այդ հարցը լուծել, որ տարածվեր նաև բոլորի վրա, ես այն ժամանակ նոր ձեռնադրված էի։ Եվ իմ կարծիքով ես ուղղակիորեն չեմ առնչվել դեպքերի հետ, վերջին շրջանին կարող եմ ասել։ Իմ առնչությունը կամ իմ փորձառությունը միայն դրական է եղել, որովհետև ինչպես ասացի, մեր կենտրոնի հետ եմ առնչվել, ուրիշ տեղ չեմ կարողացել առնչվել։ Բայց իմ կարծիքով պետք է լուրջ վերապատրաստության ընթացքի մեջ մտնեն մեր ընդհանրապես մեր բժիշկները։ Եվ դա շատ բնական ճանապարհ է, վերապատրաստություն,
նոր մոտեցումներ, նոր ընկալումներ, նոր ըմբռնումներ եւ ինչպես ասացի, այստեղ նաեւ հոգեվոր աջակցությունը շատ կարեւոր դերակատարություն ունի եւ հասցնել այն աստիճանի, որ բժիշկը մարդուն չնկատի որպես իր համար եկամուտի միջոց, այլ նկատի որպես մարդ արժանապատիվ, Աստծո պատկերով եւ սա ես անընդհատ շեշտում եմ եւ որևէ մեկը թող չփորձի բացառել հոգեվոր, վարդապետական, աստվածաբանական օժանդակության եւ աջակցության կարեւորությունը։ Անշուշտ դա պարտադիր վերջին խոսք չէ բժշկագիտության մեջ, բայց աջակցության, խնամքի իմաստով, վերապատրաստության մեջ բժիշկներին նաեւ այն մեծ գաղափարը տալու, որ դուք գործ ունեք աստվածային արարածի հետ, մարդու հետ, մեծագույնի թագն ու պսակը կազմողի հետ, ուրեմն ձեր գործը պիտի լինի ամենազգույշը, որովհետև բժիշկներն էլ առնչվում են կյանքի եւ մահվան հետ, ուզենք կամ չուզենք։ Մյուս կողմից էլ երբեմն մենք ենք շատ պահանջկոտ գտնվում, հաշվի չառնելով բժշկի հոգեվիճակը, նաեւ բժշկի այդ ամբողջ անցած ճանապարհը։ Այսինքն երկուստեքը պետք է շատ լուրջ երկխոսություն լինի հիվանդի եւ բժշկի միջեւ։ Շատ լուրջ երկխոսություն տեղի ունենա, որպեսզի այդ ձեր նշած բոլոր խնդիրները վերանան։ Տեսեք, ամբողջ աշխարհում ուռուցքաբանությունը, ուռուցքի բուժումը ամենաթանկ բուժումներից մեկն է իրենից ներկայացնում։ Այսինքն դեղորայքը, որը կիրառվում է չարորակ ուռուցքների բուժման մեջ, ահավոր թանկ դեղորայք են, այսինքն հազարավոր դոլարներ են դրանք արժենում։ Եվ բնականաբար, երբ որ հիվանդատերը գալիս է բախվում է այդ խնդրին եւ տեսնում է, որ ահավոր մեծ մի անլուծելի խնդիր է իր համար ֆինանսական, բնականաբար իր առջև բժիշկն է լինում։ Եվ ենթագիտակցորեն, թե գիտակցորեն չեմ կարող ասել։ Մեղքը ամբողջությամբ։ Բնականաբար մեղքը մեծ մասամբ բժշկի վրա է ընկնում։ Ընդհանրապես ասում է, որ մարդու հոգեվոր վիճակը եւ իմունիտետը անմիջական կապի մեջ են։ Օնկոլոգիայում հայտնի են դեպքեր, երբ հիվանդները բուժվել են հավատքի ու հոգեվոր աշխատանքի շնորհիվ։ Կա այդպիսի վիճակագրություն։ Հիվանդներ կան, որ կյանքը եռում է եւ այդ ստադիայի, այդ տեսակի ուռուցքի դեպքում մտածում ես, որ հա միջինում պետք է ինչ-որ մի ժամանակահատված անցնի ու շատ ավելի բարդ իրավիճակում տեսնես իրեն, բայց այդպես չի լինում։ Այն մարդիկ, որոնք պոզիտիվ դրական են տրամադրված եւ հավատով են լցված, շատ մեծ նշանակություն ունի։ Եվ կուզեմ շնորհակալություն հայտնել նաեւ Սրբազանին, որ իր ամեն մի խոսքը ոչ միայն հիվանդների, այլ մեր վրա բույժ անձնակազմի շատ մեծ ազդեցություն է ունենում։ Աստվածորդու մարմնացումը հենց այն հավասարության զգացումն էր, որ հոգևոր մեծ արժեքի հետ նաև մարմինը կարևորություն ունի եւ հակառակը մարմնի հետ հոգևոր ընկալումը մեծ կարևորություն ունի եւ քահանայական փորձառության մեջ զանազան դեպքեր են պատահել, երբ մարդիկ ապակինվել են քաղցկեղից հենց իրենց հավատքի ուժի շնորհիվ, այդ աղոթքի շնորհիվ, որին նորից եմ կրկնում զուգակցված է եղել նաև մարմնավոր ֆիզիկական բնույթի եւ դեղահաբը եւ դեղամիջոցը եւ բուժման ամբողջ գործընթացը, որը նաև իմիջայելոց մեր պատմական բժշկության մեջ եւս առկա է։ Նրանք որևէ ժամանակ մեր բժիշկները, որքան էլ հոգեվորականներ լինեին, որևէ ժամանակ չեն բացառել ու բացասել ֆիզիկական բժշկության նաև անհրաժեշտություն ու կարևորություն։ Ես ինչու եմ սա անընդհատ շեշտում, որովհետև հնարավոր է, որ ձեր հաղորդումից հետո ոմանք սկսեն մեկնաբանություններ անել, որ խավարամտության մեջ ենք, չգիտեմ, որ դարում ենք ապրում, մարդու առողջությունը կապված է զուտ բժշկագիտական նվաճումների հետ, բայց հավատացնում եմ ձեզ, բժշկագիտությունը հասնում է միտեղ, որ էլ լուծումներ չունի։ Բժիշկները իրենք են ասում, որ սրանից հետո Աստծո ներկայությունն ու Աստծո հույսն է, թե ինչպես կլինի հիվանդի առողջությունը։ Եվ հիվանդը հենց այդպես ընկալում է։ Եվ որքան կարողանում են իրենք այդ խորություն ունենալ, հավատքի ճանապարհ ունել, հանձնվել եւ ինչպես ասացի, խոնարհությամբ տանել դա եւ իրենց ներքին այդ հույսի չմարող հավատքի ուժով ու կրակով եւ դեպի Աստված եւ դեպի իրենց կյանքը, այնքան ավելի արագընթաց է տեղի ունենում այդ ապակինման գործընթացը։ Եվ բնականաբար մենք անընդհատ մարդկանց պետք չէ որ խաբենք, հիվանդության մեջ գտնվող մարդկանց, որոնց այս կամ այն ձևով մենք կարծում ենք, որ կարող են
ընթանալ դեպի վախճան։ Մենք նաև մարդկանց հարության հույսի մասին պիտի խոսենք։ Մենք չենք կարող մարմնավոր տվյալներով ու հատկանիշներով խոսել միայն մարդկանց հետ, ասելով լավ կլինի մի մտածի եւ այն։ Ոչ։ Մարդկանց մենք նաև հարության պիտի պատրաստենք, հարության հույսին պիտի պատրաստենք եւ պիտի չվախենանք դրանից։ Մարդկանց նաև ապաշխարության պիտի կոչենք եւ չվախենանք դրանից։ Բացարձակ չվախենանք, որովհետեւ դա մեր մոտեցումն է եւ ընկալումն է ամբողջական բուժման համար։ Դա կլինի այս կյանքում, թե այն կյանքում ոչ մի տարբերություն չունի։ Ի վերջո անխուսափելի բաներ կան, ուղիներ կան, որոնցով պիտի ընթանալ։ Բնականաբար։ Մենք շատ հաճախ չենք կարողանում ամբողջությամբ մարդկանց այդ հոգեվոր զգացողությունը փոխանցել։ Մարդկային տվյալներով մենք էլ ենք դժվարանում։ Առաջին անգամ, երբ առնչվում էինք, հենց կենտրոնից կանչել էին, որ խոսեինք մեր այնտեղ գտնվող հիվանդների ծնողների եւ նաեւ բժիշկների հետ, առաջին հարցումը ինձ ուղղված այն է, թե ինչի ինձ պատահեց։ Եվ մարդը դիմացդ կանգնած է, նայում է աչքերիդ մեջ եւ քեզանից պատասխան է սպասում, ինչի ես։ Մի պատ չգիտես ինչ պատասխան, բայց իրավացիորեն պետք է հաշվի առնել մեր մեղքի միջավայրը ամբողջ, մեր անկում ապրած միջավայրը, որը անխուսափելի է, ուղղակիորեն պետք է հարցով հետ պատասխան եւ այդպես էլ արեց, իսկ ինչու ոչ դու։ Ուրիշ մեկը եթե լիներ, այսինքն ես կամ դու ուրախ կլինեինք դրանից, ոչ, ուրեմն ինձ է պատահել կամ քեզ է պատահել։ Յուրաքանչյուրիս կարող է պատահել, որովհետեւ մենք զերծ չենք այս մեղքի ամբողջ միջավայրից։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք քաղցկեղի ժամանակ պալիատիվ օգնության կարևորության մասին։ Կհանդիպենք։